Կինը չի հոգնում։ Կնոջ համար ամեն ինչ դառնում է սովորություն։ Առավոտյան սուրճի նման սովորական է դառնում նույնիսկ սերը։ Կինը շփոթում է սերը աշխարհում ամեն ինչի հետ։ Կնոջ գլխում մեղքի նման պտտվում է մի միտք՝ հեռանալ, եւ նա անմիջապես չեզոքացնում է այն, որովհետեւ նրան համոզել են, հեռանալը վերադարձի սկիզբն է միայն։ Եվ հեռանալու փոխարեն կնոջ գլխում ծնվում են գաղտնի ցանկություններ, առաջվա նման ցանկալի լինելու։ Եվ կինը սկսում է փնտրել այդ հայացքն ամեն հանդիպող տղամարդու աչքերում։ Եվ կինը սկսում է ապրել, վախենալով սեփական ցանկություններից։ Լողանամ գամ։ Լողանամ գամ։ Հիմա։ Մի րոպե։ Լան։ Դուրս եկավ տուփը թափեց։ Հաստատ այդ տուփն է։ Չգիտեմ, մենակ տուփն է երևում։ Հասկացա։ Հավանում եք։ Կարող եք վերցնել, եթե ձեր ճաշակով է։ Ու հետագայի համար զգուշացրեք, որ ներքնազգեստ ինձ համար ինքս եմ գնում ու դադարեք ինձ հետևել։ Ում ասես կպատկերացնի, բայց ոչ քեզ դրանս առաջ։ Քո աշխատավայր էի գնացել։ Ասացին վատ առողջ ես, ինչ-որ վիրուս է։ Չես վախում, որ կվարակեմ։ Այդ վիրուսը հատուկ է բոլոր նոր փեսացուներին։ Կարելի է ասել, ես պատվաստված եմ։ Բոլոր փեսացուներին։ Նախամուսնական խոճապ է։ Նորմալ է։ Հարսանիքից առաջ հենց այդպես է լինում։ Սկզբում գալիս է ինչ-որ անհասկանալի տխրություն։ Հետո շրջապատում բոլոր կանայք սկսում են ավելի գեղեցիկ թվալ։ Նույնիսկ նրանք, որոնց նախկինում ուշադրություն չես էլ դարձրել։ Սկսում ես նկատել, որ բոլոր այն կանայք, որոնք ժամանակին ամեն ինչ արել են ուշադրությունդ գրավելու ու քեզ դուր գալու համար, հիմա անտարբեր անցնում են կողքովդ։ Ասես աննկատելի ես դարձել։ Դե, սկսում ես անհամ կատակներ անել, իրենց ուշադրությունը գրավելու համար։ Մի բան, որի կարիքը նախկինում երբեք չես ունեցել։ Ու փոխարենը այդ կանանց հայացքներում նկատում ես անտարբերություն։ Չամուսնացած ընկերներիդ հայացքում նկատում ես կարեկցանք։ Ամուսնացածների հայացքում էլ չարախնդություն։ Ու հենց այդ ամուսնացած ընկերները սկսում են չարկատակներ անել, ասելով, որ վերջ ազատ կյանքիդ։ Ու քեզ թվում է, որ իսկապես վերջ։ Լավագույնը, որը կարող էիր ապրել, արդեն ապրել ես։ Ու ընդամենը մի քանի օրից ինչ-որ կին որոշելու է, ինչ հագնես, ուր գնաս, ում հետ հանդիպես, ինչ ուտես, վերջապես ում հետ արթնանաս։
Սերինը ինչի համար ես եկել։ Երեք Սիրկան է զանգել։ Ու շատ է զանգել։ Ես վստահ եմ, որ եթե երեք պատասխանեի զանգին, ամեն ինչ այսպես չէր լինի։ Հա, ու ինձ մեղավոր եմ զգում։ Բահե, Սիրկան քեզ սիրում է։ Մի շաբաթ է մնացել հարսանիքին, հրավիրատոմսերն են տպում, բոլորը խոսում են Սիրկայի հարսանիքի մասին, հիմա բաժանվել է այդ շատ մեծ ու ծանր հարվածը։ Ես գրեթե համոզված եմ, որ ոչ մի լուրջ բան չի եղել։ Ուղղակի երկուստ էլ շատ լարված եք։ Իսկ եթե ես ասեմ, որ Սիրկան իմացել է իմ ու քո մասին, Դու ես ասել։ Դե հա, ուրիշ որտեղից պիտի իմանար։ Ես կխոսեմ Սիրկայի հետ, հա, կասեմ, որ այդ ոչ մի բան չի նշանակում։ ոչ մի բան չի նշանակում։ Հա, դու հարսնացու ունես, իսկ մենք իրար նույնիսկ նորմալ չենք էլ ճանաչում։ Ինչ կարար այդ նշանակեր։ Սերինե, ես ապրում եմ մի հատ շատ մեծ բեմադրության մեջ։ Ամեն շատ լավ էր, մինչև ես դարձա Սիրկայի Instagram-ի մի մասը։ Ինչ-որ պահ եկա, որ ես ինչ-որ հատուկ ձևով պետք է Սիրկայի ձեռքը բռնեի, որ ֆոտոգենիկ լինեի։ Պետք է ժպտայի, երբ ես դրա կարիքը ընդհանրապես չէի տեսնում։ Ինչ-որ հիմար հարցերի պետք է պատասխանեի կամերայի առաջ։ Տեսեք, մենք հիմա այստեղ ենք։ Իսկ հիմա այստեղ ենք։ Վայ, ձեռքով արա։ Վայ, ֆազ, վայ, ֆու։ Դա քո համար ծիծաղելի է։ Չէ։ Իրականում չէ։ Սերինե, իմ ամուսնության առաջարկությունը ես չեմ արել, նենց ոնց ես եմ ուզել։ Այդ Սիրկայի կողմից իդեալական բեմադրված մի բան էր։ Սիրկան է որոշել, թե ես այդ օրը ինչ պետք է հագնեմ, որտեղ պետք է տեղի ունենա, որ ծնկի վրա պետք է իջնեմ։ Վիդեոգրաֆի հետ Սիրկան է խոսացել, Սիրկան է իրան ընտրել։ Ես գիտեի անակնկալ ա եղել։ Բոլորն էլ տենց գիտեն։ Ուղղակի իմ կյանքը դարձել է բոլորի համար հասանելի բաց գիրք։ Դրա համար է կռվել։ Չէ։ Հարսի փնջի գույների համար ենք կռվել։ Ինչի պատճառով։ Իմ արձագանքներ հետ։ Ինձ մի հատ Սիրկայի կյանքից ու հաշիվը։ Դու մի հատ քո կյանքի հաշիվը փակի հետո։ Իմ կյանքը ապառիկով է։ Հակում եմ քիչ-քիչ ու դժվարությամբ։ Երեք Ստեփաններ եկել երեկոյան։ Հուսով եմ գնաց։ Չէ, էլի։ Չեք կարծում, որ այս ամեն ինչի մեջ ինչ-որ չարդարացված դրամատիզմ կա։ Միտեղ մարդիկ բաժանվում են ծաղկի փնջի գույնի պատճառով, միտեղ էլ հաշտվում իրար ամենավերջին բառերն ասելուց հետո։ Չնեղացավ, չէ՞։ Բայց հիանալի գաղափար էր էլի թանգարանում հանդիպելը։ Դե հա։ Սերինեին ներշնչանքի աղբյուր էր պետք։ Սերինեին մի լավ պլաստիկ վիրաբույժ է պետք։ Ինչի։
որ դեմքս նենց փոխի ոչ վահեն, ոչ Սիրկան էլ երբեք ինձ չճանաչեն։ Ինձ թվում է շատ ես կարևորում այդ մարդկանց քո կյանքում։ Ես ավելի շատ կուզեի լսել Ստեփանի մասին։ Լան։ Լան։ Խնդրում եմ Վիկ, մի մեղադրի։ Մեղադրեմ։ Գժվել ես իհարկե չեմ մեղադրում, ուղղակի ուզում եմ վստահ լինես։ Ես էլ եմ ուզում վստահ լինեմ։ Հատկապես բաժանվելու դեպքում։ Ես գիտեմ Սեդայի հարսանիքի թեման։ Սիրո, կյանքի եւ հոգու վերածնունդ։ Ես կմտածեի պոեզիայի երեկոյի խորագիրը։ Գնա։ Ամեն ինչ կարգին է։ Հա, առաքում ունեք։ Սա ձեզ համար եմ բերել։ Մեկ էլ ձեր ընկերուհին ձեզ է սպասում։ Ընկերուհի ով։ Կիման։ Սուրճ։ Չէ, չեմ ուզում։ Եկել եմ քեզ հետ խոսելու։ Ես մի 10 րոպեով եմ մտել, մի քանի գործ ունեմ, հետո պիտի գնամ աղջիկների հետ յոգայի եմ։ Գիտես չէ, առաջին 2 հղիությունների ժամանակ ես էլ էի գնում յոգայի, բայց հետո դե ամեն ինչ սովորական է դառնում ու Ինչ ես խուսափում ինձնից Վիկ։ Ես։ Չէ, քեզ թվացել է։ Ես եկել եմ քո մոտ, որովհետև չգիտեմ ինչ անեմ։ Վերջին 6 տարիների ընթացքում ես ինձ ինչ հիշում եմ, հղի եմ։ Ինձ անդադ ներսից ուտում են։ Իմ մարմինը անմարդկային ճիքեր է գործադրում, որ դիմանա ու լույս աշխարհ բերի ու Խնդրում եմ միայն թե առանց պաթոսի, լավ։ Այդ քո որոշումն է, քո ընտրությունն է։ Ու դրա դիմաց դու ունես վստահություն, որ երբեք մենակ չես մնա։ Ես հիմա եմ մենակ։ Գիտես չէ, ես անգիր գիտեմ 0-ից մինչև 6 տարեկան բոլոր երեխեքի համար նախատեսված YouTube-յան ալիքները, երգերը, մուլտերը, գիտես հիմա ոնց եմ հանգստանում, երբ գիշերը բոլորը քնում են, ես անջատում եմ տան տեխնիկան ու նստում։ Ես չգիտեմ ինչ ես հիմա սա ինձ պատմում։ Որովհետև 4-րդին եմ ունենալու ու չգիտեմ ուզում եմ թե չէ։ Չգիտեմ եթե դու իմանա աղջիկա կուզի ես երեխուն թե չէ։ Այս երեխուն չէ կիմա, քո երեխուն։ Այդ երեխան մեղավոր չի, որ դուք ձեր ունեցածը թողած նոր երջանկություն եք փնտրում։ Ես մենակ քո հետ կարամ ես թեմայի մասին խոսեմ։ Ինչի։ Ինչի ես կիմա։ Ես անզգա չեմ։ Ցավալինենա, որ ձեր ընտանիքում 10 տղա էլ ծնվի, ոչինչ չի փոխվի։ Որովհետև դուք ձեզնով երջանիկ չեք, երեխեքը կապ չունեն։ Ես քո մոտ եմ եկել հույսի հետևից, Վիկ։ Որ իմանաս հույս որտեղ եմ բաժանում, ինձ էլ ասա։ Դու առաջ սենց չէիր։ Մենք բոլորս ենք փոխվել։ Ուղղակի մեկից դուր է գալիս, ինչ ենք դարձել, մյուսին չէ։ Ես քեզ հասկացա։ Դու պիտի ուշադիր լինես։ Դու հիմա մի քանի պրոյեկտ ես անում, բայց ես միայն Սիրկայի անունն եմ լսում։ Բա մնացածը։ Դե փորձում եմ հասցնել։ Ուղղակի Սիրկան շատ ժամանակ է խլում։ Եվ հետո բացի հարսանիքից ես նաև ստիպված եմ իրենց անձնական վեճերը լուծել։ Ես դրա լուծումը գտել եմ։ Բարև ձեզ, չեմ ուշացել, չէ՞։
Չէ, ուշացել, ծանոթացեք։ Սերինե, Նարեկ, Սերինե։ Հաճելի է։ Ինձ էլ։ Ինքն է։ Ով։ Լուծումը։ Նարեկը կլինի քո օգնականը գոնե այս ծանրաբեռնված շրջանում։ Նստի Նարեկ ջան։ Հա, բայց ես ասիստենտ չեմ ուզել, Մանեն ինձ լրիվ հերիքա։ Մանեն ես հիմա ուրիշ պրոյեկտ եմ տվել, Մանեն հիմա կազմակերպելու է Ղարախանյան ավագի աղջկա ծնունդը։ Ու ինչի ես չգիտեմ։ Մի անհանգստացի։ Մանեն ինձ բոլոր տասքերը տվել է ու ես արդեն արել եմ ամեն ինչ։ Այսօրվա սիրկայի համար պրեզենտացիաներ եմ արդեն հավաքել քո ուղարկած նյութերով։ Ես ձեզ ոչինչ չեմ ուղարկել։ Դա ես արդեն ասացի, որ Մանեն ինձ ամբողջը ուղարկել է։ Մենք կարող ենք առանձին խոսել։ Ոչ։ Դուք աշխատելու եք միասին։ Ինչի՞ սենց։ Ուշադրություն մի դարձրու։ Մի փոքր դրամատիկ կերպար է, բայց ես վստահ եմ, որ կընկերանաք։ Նարեկ ջան, գնա արդեն աշխատի։ Ասիստենտը շատ լավ բան է, համ ժամանակ կխնայես, համ էներգիա։ Գիտես, օրինակ շատ լավ կլիներ, ես հիմա ասիստենտ ունենայի, ես բոլոր ռեֆերատները կստուգեր։ Թե չէ հիմա ստիպված եմ ես ինքս անել։ Դե լավ, երեկոյան կխոսենք։ Այսօր խոսել ես Ստեփանի հետ։ Չէ, դու չեմ գնացել։ Բայց մի օր գնալու ես, չէ։ Դե հենց այսօր գնալու եմ։ Կարգավորում ենք շնչառությունը, փոխում ենք դիրքը։ Իսկ ուզեիր գնայր տուն Ստեփանի փոխարեն Արամը լիներ։ Ուսանողը։ Դա ինձ հնարավոր է։ Կարող է ինչ-որ բան եմ բաց թողել։ Ոչ մի բան։ Մի ասպոսանք մոտոյով։ Մերլանն հանդիպել էր Երևանյան Մարիո Կասասին եւ հիշել հեռավոր 18-ականները։ 18։ Ինչ ես զարմանում։ Մտածում ես ես երբեք 18 տարեկան չեմ եղել։ Այն ինչ Ստեփանի մեջ սովորական էր թվում կամ գոնե դարձել էր սովորական, հիմա սկսել է ներվերից ազդել։ Լան։ Գիտեմ ինչ ես ասելու։ Բայց Արամը կապ չունի։ Իմ ու Ստեփանի հարաբերությունները վաղուց են լճացել։ Երեխեք, վայ։ Եթե դեր հարաբերությունները լճացած չլինեին, Արամը չէր հայտնվի։ Երեխեք։ Չեմ ուզում քեզ մեղադրես նրա համար, որ ինչ-որ մեկով տարվել ես։ Իսկ ինչքանով այս ամեն ինչը ազնիվ Ստեփանի հանդեպ։ Լան, ինչքան քեզ կապես, այնքան ուժեղ ես պայքարելու այդ կապերի դեմ։ Հասկացի, դու քո դեմ ես պայքարում ու հաղթող չի լինելու։ Ցանկացած պարագայում հաղթանակն էլ է քո նպարտությունն էլ ես դու։ Այս Սերինեն ինչ եղավ, մի հատ դուրս կանք նորմալ ծխենք։ Երեխեք, լրիվ մոռացել էի օգնականս հիշեցրեց ռեստորանի բացումը ու ես պետքա գնամ։ Հա, ինձ էլ էին հրավիրել ու ես էլ ուշադրություն չդարձրի։ Դե արի իրար հետ գնանք։ Կարամ ես էլ գամ։ Խոստանում եմ մինչև վերջ մնամ։ Հա, միայն թե տուն հասնես այն ժամանակ, երբ Ստեփանը քնած։ Բայց լավ ասում եք երեքով գնանք։ Բա շոր։ Իմ բահարանը քո տրամադրության տակ է։ Ես գիտեմ, այդ ներսեսին հատուկ ա վերցրել, ինձ ցույց տալու համար, որ ինքը իմ հույսին չի։ Նարեկին։ Սերինի ասիստենտի տանունը Նարեկ է։ Դու ում կողմից ես, իմ թե իրանց։ Այս պահին նրա ով կասի, թե պրոսեկոնսրայի որ կողմա դրված։ Ինձ էլ վերցրեք ձեր թիմ։ Ձեր հետ ամեն ինչ պարզ է։ Շրջվեք, այն կողմ չնայեք։ Հիմա ինչ եղավ։ Հիմա ամբողջ երեկոն սենց ենք անցկացնելու։ Այնտեղ Վահենա կանգնած կոպիտ վերնաշապիկով ինչ-որ տղամարդու հետ։ Ու ինչ գործ ունի ինքը ստեղ։ Դու չէիր ասում ամբողջ քաղաքն այստեղ է լինելու։ Հա, բայց նկատի չունեի նախ ամուսնական դեպրեսիայի մեջ գտնվողներին։
Ես փաբի օրը լավ չեմ տեսել, դրա համար հիմա հետաքրքրությունս հաղթում եմ։ Իմն էլ։ Քեզ ինչ եղավ։ Արգամը Վահեի հետ կանգնած։ Արգամն է։ Նա ով ուղարկել էր ներքնազ գեստը։ Մնում է Ստեփանն ու Արամն էլ ստեղ միտեղ քաղաքականություն ու ֆուտբոլ քննարկեն ու երեկոն կհամարենք ստացված։ Կարս մի բան իմանաս։ Ես։ Հա, կարս Վահեից իմանաս Արգամնով, ինչ որ ինֆորմացիա իմանաս իր մասին։ Ոնց ես պատկերացնում։ Գնամ Վահեին ասեմ կողքիդ կանգնած տղամարդը ով է Վիկ։ Հա, ինչ կլինի։ Վահեն էլ կմտածի Արգամով ես հետաքրքրվում, կխանդի, համ ինձ ինֆորմացիա կտաս, համ քեզ օգուտ կլինի։ Ինձ պետք չի որ Վահեն խանդի։ Իսկ ինձ պետք է իմանալ Արգամնով է։ Ռեստորանի համասեփականատերն է։ Ինչ որ բան պետք է փոխանցեմ։ Չէ, այսքանը բավական է, մերսի։ Փաստորեն համասեփականատերն է։ Ստեփանն ա գրել։ Մինչև տուն չհասնեմ չի քնելու։ Այ, ինչպիսի հոգատարություն։ Երևի ես գնամ։ Իսկ մենք երկար ենք մնալու։ Մի երկու հոգի էլ կա։ Աչքներին Երևան տեսնեն եկել եմ ու գնանք։ Չեմ ուզում, շնորհակալություն։ Պետք չի, մերսի։ Ամեն դեպքում փորձեք։ Վիկ, լավ ես։ Հրաշալի։ Երևում է։ Գործերդ լավ են։ Չեմ բողոքում։ Վերջերս ման էի գալիս քեզ։ Դաժե Instagram-ով եմ մանեկել։ Ինչի համար։ Դե ուզում էի դենա ինչ կա չկա, ամուսնացել ես թե չէ, երեխա ունես թե չէ։ Չունեմ։ Ես գնում եմ կզանգեմ։ Վիկա ինչ եղավ։ Վիկ։ Մամ, խնդրում եմ մի սպաս ինձ այսօր չեմ գա։ Այդպես է պետք։ Հա։ Հասկացա։ Ինչ։ Չէ, կրակ չեմ անում, մոմ եմ վառում։ Չեմ ամ լույսեր ունենք։ Ու ընթրիքի սեղանի համար։ Հա։ Ես եմ պատրաստ։ Հա։ Չէ, դու ճիշտ ես լսել, Լանան դեռ տանը չի, բայց հիմա կգա։ Հա։ Մամ, սովորական ընթրիքը ոչինչ չի եղել, պետք չի ամեն ինչի մեջ դրամա փնտրել։ Կլինի ես քեզ վաղը զանգեմ։ Լավ։ Շուտ կհասնես։ Լավ, արի սպասում։ Լավ, դու արի։ Վիկ, հարմար պահի էի սպասում, որ քեզ մոտենայի, հետո տեսա, որ դուրս ես եկել։ Շնորհավորում եմ ռեստորանի բացման արդիվ։ Մերսի։ Հրավիրատոմս դու էիր ուղարկել։
Ես ասել էի, որ բացման արարողությունը ազդեցիկ կազմակերպեն, բայց չէի սպասում, որ կհուզվես։ Երբեմն լինում է խոսակցություններ, որից հետո ամբողջ ապրած կյանքդ աչքիդ առաջ է գալիս։ Մի անգամ էլ եմ շնորհավորում։ Մի գնա։ Չեմ ուզում մնալ։ Մերսի։ Արի մասին կգնենք։ Այս քո միջոցառումն է, քո օրն է։ Այս ընդամենը ռեստորանի օրն է։ Մեքենան կարաս մոտեցնես դիմացի մոտքին։ Սիրկան ասեց, հիմա ինչ-որ Նարեկը հա մեր գործերով զբաղվում։ Հրաժարվել ես։ Չէ, չեմ հրաժարվել։ Տնօրինությունը որոշել է ինձ օգնական տրամադրի, որովհետև դուք շատ բարդ զույգ եք։ Նարեկը չի զբաղվում հարսանիքով։ Նարեկը ուղղակի անում է այն, ինչ ես եմ ասում։ Ինձ իմ համար մեկ է։ Դե հա։ Հարսանիքը չի մեկ։ Ուղղակի իմ համար Նկատի ունեմ, ինձ չի վերաբերվում։ Գիտես, մոռացել էի քեզ շնորհակալություն հայտնեի, որը նոր է եկար։ Քո գալուց հետո ես հասկացա, որ իրոք ուզում եմ ամուսնանալ Սիրկայի հետ։ Մի բան հարցնեմ։ Իրոք հետաքրքիր է։ Դու Սիրկայի իսկական անունը գիտես։ Ինչ։ Հիմա էլ 10 րոպե։ Կուզես ես քեզ կտանեմ։ Չէ, ես կսպասեմ։ Սերն է ցուրտ է։ Համել հարսանիքի հետ կապված մի քանի բան կա խոսելու։ Ճանապարհին կքննարկենք։ Ամեն դեպքում կարիք չկար մինչև դուրը գալու։ Ուզում եի վստահ լինել, որ նորմալ կհասնես։ Շնորհակալ եմ։ Դե։ Ոնց տեսնում ես, հասա։ Կարող ես գնալ։ Չես համոզելու։ Ինչ։ Սպիտակ կոստյումը։ Դիտմամբ ես ասել, չէ, որ չես հագնելու։ Վաղը կփորձեմ համոզել։ Իսկ հիմա բարի գիշեր։ Ստեփան։ Ինձ թվաց Գիտես ինչ էի մտածում։ Երկնազգեստի փոխարեն քեզ պիտի մթերք ուղարկեի։
Ես տանը համարյա չեմ սնվում։ Մթերքը ուղակի կփչան։ Բավագոն է ձուկը տա։ Կարելի էր պատվիրել։ Կարելի էր, բայց այդ մնաց արդեն հաջորդ անգամ։ Հիմա ուզում եմ Զարմացնել։ Դու երկրորդ անգամ ես իմ տանը։ ինձ թվաց, թե ափսոսանք եմ լսում ձենիդ մեջ։ Արի չընկերանանք։ Ինչի՞։ Ընկերների հետ չեն քնում։ Ես գնեմ։ Շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Ճանապարհելու կարիք չկա։